Բարի լույս իմ հայացք, ժողովուրդ ջան, պատրաստ եք, այսօր իմ վերլուծությունների մեջ լինելու են գաղտնիքներ, որը ես ոչ մի տեղից չեմ ստանում, ես ինքս եմ մտածում, ես ինքս եմ վերլուծում, ես ինքս եմ կարծում, որ հենց այդպես է, ու իմ ասած բաները երևի իմ հետևորդները լավ գիտեն, որ անցնում է մի քանի օր, մեկ ամիս, ամենաշատը ու լրիվ իրականություն է դառնում իմ ասած բաները։ Ժողովուրդ ջան, հիմա ես կարճ մի քանի բան եմ ասում ու մի քիչ երկար եմ ասելու։ Ուրեմն բոլորն էլ իմանան, էլի։ Ղարաբաղը ինձ համար, ձեզ համար, հասարակ ժողովրդի համար տարածք է, որտեղ բնակվում էր հայ ազգը։ Իսկ գերտերությունների համար քաղաքական շահարկման առարկա։ Ուրեմն երբ որոշեցին Ղարաբաղը հանձնեն, դա իհարկե դա նշանակում էր, որ ուրեմն քաղաքական շահարկումը վերաբերվում է Քոչարյանին, Ծառուկյանին եւ այլոց, գիտեք, պրոռուսական ուժերին, էլի։ Երբ Ռուսաստանը այդ հանձնեց, արդեն դա հաստատեց, որ Քոչարյան դու էլ մեզ պետք չես, Ծառուկյան դու էլ մեզ պետք չես, ինչքան ուզում ա մեզ շատ սիրեք, մեզ համար ձեր կյանքը տակ, մեկա, ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Ղարաբաղը որպես քաղաքական միավոր չի կարող լինի, Քոչարյանը, Ծառուկյանը եւ այլոք քաղաքական դաշտում չեն կարող այլևս լինել, քանի որ Ռուսաստանը նրանց այլևս համարում է այլ ոչինչ։ Հիմա ժողովուրդ ջան, մի քանի վաղ առաջ, ու մի քանի օր առաջ, էլի, կհիշեք, որ Փաշինյանը հանդիպեց Միշուստինին, հիշում եք, չէ՞։ Փաշինյանը հանդիպեց Միշուստինին, ժողովուրդ ջան, սա ես հենց բան եմ ասում, որ սա կարող է գաղտնիքի նման մի բան է, բայց ես սա իմ գաղափարով եմ վերլուծում, ես ոչ մեկից ոչ մի բան չգիտեմ իրականում, ես իմ գաղափարով։ Փաշինյանը հայտարարեց, որ Միշուստինի հետ ինչ որ բան ենք պայմանավորվել, ես հիմա ձեզ չեմ ասի, հետո կասեմ։ Հիշում եք Փաշինյանի խոսքը։ Հիմա մեր Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտը այդ թեման, այդ թեմայից ընդհանրապես չի խոսում։ Բայց ես ընդհակառակը, ես նման թեմաների մեջ եմ խորանում, որը որ ասում են ու չեն բացահայտում։ Դա հանելուկ է բոլորի համար, բայց ես իմ կասկածները հիմա ձեզ ասելու եմ, դա ինչ է նշանակում։ Դրա հետ միասին գնաց Գագիկ Ծառուկյանի բանտարկությունը եւ այդ Արարատ ցեմենտ եւ մեկը պետականացնելը։ Ժողովուրդ ջան, ինչ է նշանակում սա։ Հայաստանը արդեն 6-7 ամսից ավել է, շատ լսեք, Ռուսաստանից ինչ է պահանջում։ Երկաթ գիծը, RЖD-ն։ Եթե ինչ որ մարդիկ գիտեն, թե Նիկոլը հենց նենց ցածր խաղացող է, բոլորն էլ սխալվում են։ Նիկոլը այսօր համաշխարհային մակարդակի, ամենաբարձր մակարդակի, ամենահզոր երկրների հետ խաղացող ղեկավար է։ Այո, խաղացող։ Նրա խաղերը նրանց հետ է։ Հիմա Գագիկ Ծառուկյանից ինչ է պահանջվում։ Գագիկ Ծառուկյանից պահանջում է այս պահին այնքան գումար պետությանը հանձնի, որքան որ Ռուսաստանը պահանջում է RЖD-ի համար, որ RЖD-ն հանձնի Հայաստանին։
Այ խոսքս հիշեք շատ մոտ ապագայում միջև նոր տարին RŽԴ-ն ամբողջությամբ հանձնելու են Հայաստանին։ Օրինակ հարցը առաջանում, թե ինչու ասենք Գագիկ Ծառուկյանին, բայց ասենք ոչ Քոչարյանին, հենց սկզբից, որովհետև Քոչարյանը եղել է երկրի նախագահ ու Գագիկ Ծառուկյանից պակաս հարուստ չի։ Սկսում են Գագիկ Ծառուկյանին նրա համար, որովհետև Քոչարյանը առաջին հերթին ես արդեն 20 տարի ասում եմ, որ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը 70-ից 80% դա Քոչարյանինն է ու ռուսամետ ուժերինը։ Ուղղակի RЖD-ի դիմաց այդ փողը Ռուսաստանը վեկալելու է, հասկացա՞ք, Ռուսաստանը ոչինչ չի կորցնում։ Հասկանում եք, ոչինչ։ Այդ փողը վեկալելու է RЖD-ն տա ու դե դրանք ցել որ թույլ ատվել Հայաստանը թալանեն, դե դրանց էլ հանձնել է պետությանը, թող պետությունը դրանց հարցը լուծի։ Այ Ռուսաստանը ասենց գրագետ խաղացող է։ Ռուսաստանին բոլորը թերագնահատում են, բայց այ ասենց գրագետ խաղացող է։ Ռուսաստանին 100 տարի RЖD-ն էլ չի պետք։ Նրան ուղղակի պետք է այն բաները, որ թույլ ատվել Գագիկ Ծառուկյանը, Քոչարյանը գողանան, վերադարձնեն Ռուսաստանին։ Ռուսաստանն էլ վերադարձնի այն, ինչ այսօրվա դրությամբ պատկանում է Իրան։ Վերադարձնի Հայաստանին։ Այդ տենց է լինելու։ Խոսքս հիշեք։ Հետ եմ գալի նույն տեղը, որտեղ ասացի, հիշեք, թե ինչու Քոչարյանից չեն սկսում, այլ սկսում են Գագիկ Ծառուկյանից։ Դա սկսած է հենց Քոչարյանից։ Որովհետև Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի 70-ից 80%-ը դա 100% վստահ ասում եմ, որ Քոչարյանինն է։ Գրզոյին մի քանի անգամ, բա խնամուտ հարց տվին, բա խնամուտ բան, ոբշե սենց դատում են, գրզոն խնդալով ասում է, դե դա պետության համար է, թող պետության առաջ պատասխան տան, դե խնամի մնամի չկա, խնդալով։ Դա բոլորն էլ գիտեն, Գագիկ Ծառուկյանն էլ գիտի, բոլորն էլ գիտեն, ուղղակի դրանք չեն կարա, իմ նմանը սենց խոսան։ Հիմա ինչու ոչ Քոչարյանից։ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանը պահում է ավելի մեծ գործի համար։ Փորձեք կռահել, ժողովուրդ ջան, ավելի մեծ գործը Հայաստանում որն է լինելու։ Քոչարյանին պահում են դրա համար։ Քոչարյանի ունեցվածքը հանձնելու են Ռուսաստանին ու վերցնելու են, գիտեք ինչը, Ռուսաստանից։ Գազպրոմը։ Ամեն ինչ հերթով լինելու է, հերթով կատարվելու է։ Ժողովուրդ ջան, Փաշինյանը իրականում շատ մեծ բարձր աստիճանի խաղացող է։ Ստե ուղղակի որ Facebook-ում բանում ինչ որ մարդիկ կան, գյադություններ են անում, բան, Նիկոլից ասես բաներ, նենց բաներ, դե թիմարություններին ով է հաշվի առնում, ժողովուրդ ջան։ Միայն նենց ասենք տգետ մգետ ժողովուրդ էլի։ Ուրիշ ոչ մեկը։ Ինչ ուզում է, ոչ մեկը չի մտածում պետության մասին։ Պետության։ Հասկանում եք։ Հիմա ինչու ասենք Փաշինյանը համաձայնում դրանց ունեցվածքը տա Ռուսաստանին, Հայաստանի ունեցվածքը վերցնի, որովհետև այլ պետության հետ չի կարող վարվի նենց, ինչպես կարող վարվի այդ Հայաստանը թալանողների հետ, ասենք Քոչարյանի հետ, Ծառուկյանի հետ, Հայաստանը որպես պետություն չի կարող ցանկացած, նույնիսկ եթե մեզանից թույլ պետություն լինի, նույնիսկ նրա հետ չի կարող նման կերպ վարվի։ Եթե այդ բանը օֆիցիալ պատկանում է Ռուսաստանին, ասենք RЖD-ն, Գազպրոմը բանը, նրանց հետ ուրիշ ձև չի կարա։ Հասկանում եք, դա կամ պետքա մեջդունարոդնի դատարաններ, բան, էտել հեշտա հաղթելը, ասենք Ռուսաստանի նման պետության, իհարկե ոչ, ուղղակի Ռուսաստանից գնելու է, դրանց թալանած գումարներով։ Ոչ թե պետության հաշվին, այլ դրանց թալանած, թեկուզ դրանց թալանածը դա լրիվ պետությանն է։ Այդ տենց էլ լինելու է, ժողովուրդ ջան, լավ հիշեք խոսքս։ Հիմա կնայեք մի քանի վաղտ անց կկենա, RЖD-ն կհանձնեն Հայաստանին։ Ու դա կլինի այն խոսքը, որ Նիկոլ Փաշինյանը ասեց։
որ Միշուստինի հետ բան ունենք պայմանավորված, հիմա չեմ կարա ասեմ, շուտով կասեմ։ Դա հենց RЖD-ն է։ Ամեն ինչը հերթականությամբ սենց գնում է, ժողովուրդ ջան։ Մինչև 31 թիվը, 2031 թիվը, այն ինչ որ Հայաստանից այնպես թալանի ձևով տարել են, գույքեր, պարտքերի դիմաց, այս մի բանի դիմաց, մի բանի դիմաց, այս կառավարությունը լրիվ ամբողջովին վերադարձնելու է Հայաստանին։ Հայաստանին։ Ինչու են այսքան շատ խոսում տրիպից, որովհետև սա գողություն չի, սա ամբողջ աշխարհի առաջ, երկրի ղեկավարների կողմից պայմանավորվածությունները ամբողջ աշխարհի առաջ, ամբողջ Հայաստանի ազգաբնակչության առաջ, սա միջպետական պայմանավորվածությունները։ Իսկ երբ են Կլեբանով էր ինչեր եկավ Հայաստան, մենք այն ժամանակ իմացանք, որ Քոչարյանը թաքուն գույքը տալիս է պարտքի դիմաց, Կլեբանովից իմացանք այրոպորտում, որ պարտքի դիմաց Քոչարյանը սենց բաներ է տվել, թաքուն, ոչ չի տվել է խլել են մեր ձեռից, դրա դիմաց թույլ են տվել Քոչարյանին արխային Հայաստանը թալանի, ինչ ուզի անի, Ղարաբաղը թալանի, այս է կատարվել, ժողովուրդ ջան, սա է կատարվել, հիմա սպասում ենք RЖD-ին, RЖD-ն կընկնի շատ շուտով, մինչև նոր տարին դա 100%, հնարավոր է մյուս տարի, սկսվի Գազպրոմի հարցը, Գազպրոմի հարցն էլ կայանում է մի բանից, որ պահին, եթե Ռուսաստանը Հայաստանի գազը թանկացնի, ես ձեզ 100% վստահեցնում եմ, այդ ամեն ինչը պայմանավորվածություն է, սա որ ժողովրդի մեջ սենց բլուրեր են տարածում, սա պայմանավորվածություն է, որ Ռուսաստանը պատրաստ է Գազպրոմն էլ տա, բայց գազի թանկացման դեպքում պետությանը էդ էլ ձեռք կտա, եթե Գազպրոմը լինի արդեն Հայաստանինը, դուք պատկերացնում եք Հայաստանը ինչքան փող կարող է աշխատել, վաստակել, ու և կարա սուբսիդավորի, որ այսօրվա գնից էլ, թեկուզ Ռուսաստանից առնի թանկ այդ գազը, բայց պետական սուբսիդավորմամբ այդ գազի գինը ավելի էժնանա, քան հիմա է։ Ժողովուրդ ջան, տենց էլ լինելու է, հենց այդպես էլ լինելու է, Փաշինյանը շատ հզոր ամեն ինչը իր տեղով տանում է, այն որ մի քիչ էլ ժողովրդական ինչ-որ բաներ է անում, ժողովրդի մի ինչ-որ մասսակը ասում են, արա հարիֆա, արա էսա, արա էնա, արա իջևանցի, գիժա, էսա, էնա, ժողովուրդ ջան, դա քաղաքական պրոցեսի ամենաբարդ բանն է, որ ինքը կարողանում է անի, հասկանում եք, սա շատ բարդ պրոցես է, բայց ինքը դա լրիվ անում է, լրիվ վերադարձնելու է պետությանը, խոսքս հիշեք, լրիվ, ես ոնց ասել եմ, 51%-ն է լրիվ ամեն ինչի, ինչ գոյություն ունի Հայաստանում, 50+1%-ը լինելու է պետական, ժողովուրդ ջան, ես շատ հասարակ լեզվով այս ամեն ինչը ասեցի, ձեզ հասկանալի լեզվով, էլի, սա կարող է իմ ասածների մեջ ինչ-որ գաղտնիք էլ պարունակի, բայց ես չեմ համարում գաղտնիք, ինձ որով մեկը ոչ մի բան չի ասել, սա իմ վերլուծությունն է, մի ամսից հետո ասելու եք, մկոն որտեղից գիտեր նման բաներ, ես ոչ մի տեղից, ես ուղղակի խոսքերը մարդկանց խոսքերից հասկանում եմ, որ հենց տենց էլ լինելու է, և վերջ, լավ եղեք ժողովուրդ ջան, առողջ եղեք, լավ օր եմ ցանկանում, շուտով կլինեմ նորից Հայաստանում, մոտ օրերս, պատրաստվում եմ դուրս գամ, մոտ օրերս նորից կլինեմ Հայաստանում,